Դե, բարևներ, այսօրվա լատեխի սեմինարում ինչ էր մի հատ նախ սկզբում հասկանանք ինչ է լատեխը, կամ ավելի տենց ճիշտ արտասանությամբ latex-ը, ինքը այն բանն է, որ տենց եթե տենց նորմալ որակով գիրք կամ հոդված եք տեսնում, երևի գրվել է դրանով, ոչ թե Microsoft Word-ով կամ ինչ-որ դրա նման Google Doc-ով կամ տենց մի հատ ծրագրով, մոռացա մի հատ մեջբերում գտնեմ, բայց մի հատ հայտնի ժուրնալի բան, editor ժուրնալը վերահսկող մարդ տենց մի հատ իրենց արտահայտություններ, որ ասում է մեր ժուրնալը տենց ամեն տարի, չգիտեմ, ինչ հազարավոր բաներ է ստանում, հոդվածներ է ստանում, ոնց ենք հասկանում, թե որոնք ընտրենք, որոնք չէ։ Մենք ունենք մի հատ շատ հեշտ բութմատի օրենք, եթե լատեխով չի գրված, հոպ, միանգամից մերժվել է գնում, որտեվ ոնց որ չի կարա շատ, լայք եղավ զոոմ, որտեվ չի կարա որակյալ ուժեղ գործ դոկումենտը գրված չլինի լատեխով, դեպքերի 99%-ում։ Իր էությունը, եկեք մի հատ օրինակ ցույց տամ լատեխով հավաքած նյութի։ Ոնց որ տենց շատ միկրո մակարդակի ծրագրավորումը հանդիպում է Mathemին, այդպես մի հատ ինչ-որ բան է, որտեղ որ սա օրինակ հենց LaTeX-ով հավաքած բրոշուրա, հենց LaTeX-ի template-ի մասին բան է, այս օրինակ այս աղնյութը LaTeX-ով հավաքած բան է ու սիրուն ակուրատնի նորմալ գնում է, ասենք, եթե օրինակ բերենք, Այստեղ այս ամեն ինչ օրինակ որ սահմանումը լինի այս տեսքի մեջը սենց գրված, եթե նշում արվում, նշումը լինի այս տեսքի, թեորեմը լինի այս տեսքի եւ այնուհետև, սա ծրագրով դրած բաներ է եղել։ Այսինքն սահմանվել է, թե սահմանումը իրենց ինչ է ներկայացնում, ու հետո օգտագործվել է սահմանման հրամանը։ Այստեղ սահմանվել է ֆոնտերի չափեր եւ այնուհետև։ Ամեն ինչ արվել է կոդի մակարդակով։ Հետո կարելի է գալ շատ հեշտ մի տեղ ինչ-որ բան փոխելով ամեն ինչ վերարտադրել։ Ինչպես նաև հիմնականում պրեզենտացիաներ եթե տեսնում եք, այդ պրեզենտացիաներն էլ ոչ մեկ չի մտնում PowerPoint-ով սարքում գիտական աշխարհում, էլի օգտվում են LaTeX-ից, այս ոնց որ տենց մի հատ թեթև մոտիվացիա որպես, եկեք արդեն գնանք տեսնենք, թե ինչ տեսք ունի ինքը։ Այս հիմա էկրանին տեսածը overleaf է կոչվում, ինքը ուղղակի մի հատ on-line տիրույթ է, որտեղ որ կարելի է LaTeX-ի կոդ գրել, ինքը հեչ միակը չի, ուղղակի ամենահայտնիներից է ու այսօր իրենք օգտագործենք։ Այստեղ մենք տեսնում ենք, որ էկրանը կիսած է 3 մասի, այստեղ ինչ որ ֆայլերի մասն է, այստեղ կոդի կտոր է, ու այս կտորում իրականում հեսա մենք սկսելու ենք տեսնել մեր PDF-ը։ Այսինքն եթե Microsoft Word-ով օրինակ հենց այստեղ գրում էինք ինչ-որ բան ու էդ էր լինում մեր ֆայլը, այստեղ մեր մոտ ձախից ծրագիրն է, հետո պետք է կտցնենք, որ աշխատացվի ծրագիրը ու ստեղծվի ֆայլը։ Մեկ էլ մոռացա մի հատ որպես նշում ասեմ, որ եթե անգլից լավ եք, երևի այս սեմինարը ոնց որ կարելի է բաց թողել կամ այստեղ հավաքած նյութը կարելի է բաց թողել ու փոխարենը այստեղ մի քանի հատ հղումներ ա դրած, որտեղ տենց շատ ավելի լավ բացատրվում է ամեն ինչ։ Մեր սեմինարի հիմնական նպատակը լինելու է արագ ծանոթացում ու մոտավորապես իմանալ ինչեր կա, բայց ոչ տենց ամեն ինչի դետալներով բանան, որովհետև բռնելու ենք ու Google-ենք ուղղակի այդ ամեն ինչը, հետո կամ GPT-ով ենք նայելու։ Զուտ տենց արագ ներածություն է սա ամեն ինչի մեջ, հայերենով ոնց գրել LaTeX-ում, ինչ բաներ կա LaTeX-ում, ու տենց։ Ու այս կայքը ուղարկվելու է ձեզ, ու վիդեոյի նկարագրությունը հասանելի լինելու, կարող անցնենք, եթե ավելի խոր ուզում եք սովորեք, արդեն ստերի հղումներով գնաք, բավականին լավ ընտիր հղումներ են, շատ լավ բացատրվում են։ Ուհա, արդեն անցնենք հիմնական նյութին։ Նախ ամենաառաջի քայլը, որ պետք է անենք, որ սկսենք LaTeX-ով գրել, այդ ուղղակի ասենք, որ մենք սկսում ենք գրել դոկումենտ։ Հիմա այդ ինչ դոկումենտ է, կարող լինի տարբեր ձևով։ Պետք է ընդգծենք։ Հիմա ասելու ենք sense document class, ինքը sense միանգամից բերեց։ Հիմա ստեղ, եթե նշենք article, սա ուղղակի համապատասխանելու է զուտ սովորական հոդված գրելու, sense ինչ-որ սովորական ֆայլ հավաքելու համար նախատեսված ստրուկտուրան է մեզ բերելու։ Եթե օրինակ ուզենանք պրեզենտացիա սարքել, որ sense սլայդերով լինի, այստեղ պետք է գանք գրենք Beamer։ Եթե օրինակ ռեզյումե ենք ուզում սարքենք, կա ռեզյումեների համար պատրաստած տենց նախնական ստրուկտուրաներ, իրենց հղումը այստեղ
այստեղ կարող գնանք տեսնենք տարբեր տարբերակներ, բայց հա, սրանով ոնց որ ընդգծեցինք, թե ինչ ենք ուզում անել, հետագայում կարող ենք նաև այսպես քարոքսի փակագծերում նշենք, թե օրինակ ֆոնտի չափը ինչքան պետք է լինի կամ ինչ որ ուրիշ դետալներ։ Բայց դրանից հետո որ ասացինք, թե ինչի հետ գործ ունենք, այս դեպքում article-ի հետ գործ ունենք։ Մեզ հիմա պետք է լինելու նշել, թե որտեղ է սկսում մեր արդեն այն նյութը, որ պետք է օգտագործվի ու տպվի, ասելու ենք sense begin document։ Ավտոմատ ինքը բերում է հետո end document, մեծամասամբ ոնց որ latex-ում լինելու է այսպես տեսքի բաներ, ասելու ենք tag գծիկ, հետո գրելու ենք ինչ-որ հրաման կամ օրինակ ասելու ենք սկսիր ու ասելու ենք, թե ինքը ինչ պետք է սկսի, սրանք միջավայրեր է կոչվում, իրենց մի քիչ ուշոտ կգանք, բայց այդտեղ ասում ենք ուղղակի սկսի դոկումենտ, այդտեղ էլ ավարտի դոկումենտ։ Հիմա մնացած մեջը ինչ գրված լինի, ինքը դոկումենտ է։ Հիմա սա մինիմալ latex-ի կոդ է։ Եթե կտեսնենք այստեղ աչից recompile կոճակին, տեսնենք, որ արդյունքում ստացանք այս դոկումենտը, կարանք քաշենք իրենք, տեսնենք, բայց ուղղակի դոկումենտը մեջը միտեղ գրած է այդ մեր գրված բառը։ Այս այն մինիմում կոդներ, հիմա պետք է արդեն տեսնենք ոնց ենք այս ամեն ինչը ընդլայնում։ Մի քանի նշում հենց latex-ի հետ, հենց overlay-ի հետ կապված, այստեղ կարանք կտեսնենք աչից ու visual editor տեսնենք, սա հələ դեռ շատ հետաքրքիր չի, բայց երբ որ սկսենք անցնել արդեն տարբեր տեսքերի հրամանների, ասենք hast text, այստեղ ինքը լինելու է հրամանի տեսքով, բայց visual editor-ում իրեն միանգամից հաստատած ենք տեսնելու։ Ինքը հարմար է այտենց մի կտեսնելով մոտավոր պատկեր հասկանալու համար, կամ ինչ-որ բան արագ գտնելու համար։ Ինչպես նաև ստեղ ունենք տենց հետ գնալ, առաջ գնալու կոճակներ, ստեղ այս ֆայլը սարքելու համար կարանք ընտրենք օրինակ auto compile, եթե ասենք on, հենց ինչ որ ֆայլում փոփոխություն լինի, ինքը ավտոմատ իրան աշխատացնելու է, ու ստեղ ֆայլը փոխվի։ Ես այդքան էլ խորհուրդ չեմ տա անել, ավելի լավ է մենք ձեռով որոշենք, երբ ենք ուզում փոփոխենք։ Նաև կարելի է ասել, որ ինքը արագ սարքի ֆայլերը, դա մի քիչ որակ է գցում, բայց արագ է անում։ Հատկապես եթե ինչ-որ մեծ բաներ ունենք, այտենց կարող է 10+ վայրկյան տևի աշխատացնելը դա ու շուշուտ դնել ես fast compile mode-ին, կարա ձեռնտու լինի։ Մենք հիմա կպահենք իրան նորմալի վրա։ Ինչպես նաև overleaf-ը կարելի է ինտեգրել GitHub-ի հետ, Git-ի հետ, Dropbox-ի հետ, ու տենց էլի լիքը հավես բաներ ունի, որոնք որ սկզբնական մակարդակից մի քիչ դուրս են, բայց ուղղակի ի գիտություն նաև կարելի է overleaf-ով աշխատել տարբեր մարդկանց հետ։ Մեկ էլ մի հատ տրյուկ, եթե overleaf-ը տենց նախ չի թողում մի հոգուց ավել կարանա ֆայլը փոփոխի ձրի վերսիան, ու նաև 12 վայրկյանից երկար տեղով ֆայլերը ձրի վերսիան չի թողում, բայց այս overleaf-ը տենց WinRAR-ից ոգեշնչվելով երևի լինում է, որ տենց անվճար trial են առաջարկում մի շաբաթով, այդ մի շաբաթով պցնելու է լինում, մեկ cancel անելու մի հատ էլ են երկու շաբաթով առաջարկում, հետո ինչ-որ ժամանակ անցնում է, էլի են ասում, կարաս որ free trial օգտագործես, դա շատ հարմար բան է, բայց եթե ուսանող եք, կարաք նաև վճարովի վերսիան վերցնեք, եթե իսկականից նենց դեպքա որ պետք է, ուսանողական փաթեթով մի 2.5 անգամ էժան է լինում։ Ինչպես նաև էլի մի քիչ շեղվելով կարելի է latex-ը գրել առանց այդ ինտերնետի on-line գործիքի overleaf-ի, հենց ուղղակի local comp-ում, դրա համար կարելի է օրինակ քաշել mic-tech կամ tech-live, այդ որ գրեք latex local Google-ում կբերի։ Նաև իմ սիրած բանը այդ Visual Studio կոդում գրելն է, որտեղ որ կա tech-ի համար extension, ու եթե GitHub Copilot-ից եք օգտվում, կարա տենց շատ հարմար լինի ինտեգրված իր հետ միանգամից աշխատելը։ Այս ոնց որ մի քիչ sense կողով բում եղավ հիմա, տենց ինչ որ լիքը անծանոթ նոր բաներից, այս ուղղակի ոնց որ ի գիտություն նշում եմ նաև այն մարդկանց, ով վիդեոյում սա կնայեն, որ ուղղակի իմանան տենց բան կա, գնան առաջ, էլի, այս չի ընդհանրում, որ պետք է լրիվ ամեն ինչ այս բանը իդեալական հասկանալի լինի, հիմա դա պետք էլ չի։ Բայց հարցերի դեպքում նշում եմ, եթե հարց չկա, կարեք sense like տնեք։ Sense zoom-ը like կրեմ։ Չգրես։ Okay։ Լավ։ Հիմա ոնց որ քայլ առ քայլ ուղղակի թեթև նոր հրամաններ ենք սովորելու։ Ընդհանուր առմամբ սովորելու ենք ոնց տենց տարբեր տեսակի ցուցակներ սարքել, տարբեր ձևերով տեքստը ֆորմատավորել, հղումներ դնել,
աղյուսակներ ստեղծել, գրաֆիկներ ստեղծել, գծապատկերներ ստեղծելը շատ-շատ կարճ կնայենք, ու էլի մի քանի հատ խառը բաներ։ Հիմնականում, բայց ֆայլերը ունենում են հիմնականում ոնց որ եթե LaTeX-ով հավաքած ֆայլ տեսնենք, մեջ կտեսնենք, որ լինում է վերնագիր, հեղինակ ու ամսաթիվ։ Հիմա այդ ամենը չի գրվելու այս դոկումենտի մեջ։ Այս կոդի սկսելու ու դոկումենտի սկսելու արանքում եղած տարածությունը անվանում են preamble, չգիտեմ հայերեն ոնց ճիշտ արտասանեմ։ Ինքը շատ տենց կոնֆիգուրացիա տալու համար դաշտն է։ Այսինքն մենք այդտեղ նշելու ենք օրինակ թազա հրամաններ ենք ստեղծելու, ներբեռնելու ենք ինչ-որ գրադարաններ, որոնցից որ հրամաններ ենք օգտագործելու, կամ օրինակ նշելու ենք, թե վերնագիրը ինչ է մեր բանը։ Կարանք այստեղ գանք ասենք tag գծիկ title, մեջը գրենք վերնագիր, ու հիմա եթե կտեսնեմ recompile, տեսնենք, որ ոչ մի չփոխվեց, որովհետև դոկումենտի մեջ չի ներառվել այս վերնագիրը։ Ուղղակի ֆայլի մասին ինֆորմացիա է տրվել, որ իր վերնագիրը։ Կարանք օրինակ այստեղ նաև նշենք /author հեղինակ, ու նաև հաճախ նշվում է բանը, ամսաթիվը /date 25, ու հիմա եթե ուզում ենք, որ սա այստեղ լինի, պետք է դոկումենտի մեջ ասենք, որ խնդրում ենք ներառիսը։ Այդ դրա համար այստեղ օգտվում ենք make title հրամանից, ոնց որ սարքի ես վերնագրի դաշտը։ Ու սա որ աշխատացնենք, ահա, այս եկավ հայտնվեց։ Վերնագիր, հեղինակ, տարեթիվ։ Սա փակենք, թե մի քիչ մեծ լինի, մի քիչ զում լինենք։ Այստեղ եթե օրինակ date-ում չնշենք, ոչ մի բան չգրենք ուղղակի, ինքը ավտոմատ կգա կվերցնի այսօրվա ամսաթիվը, ապրիլի 16։ Ու եթե ուզում ենք, որ date չլինի գրած, ուղղակի պետք է գրենք date ու դատակ փակագծեր, սա գրելաձևը էս է, էլի slash ինչ-որ բան ու ճակերտավոր փակագծերում մուտքը ու մեկ-մեկ էլ կտեսնենք, որ ինչ-որ սպეციფიկ բաներ ասելու համար քառակուսի փակագծերում ենք գրում իրանց։ Ընդհանուր առմամբ հիմնականում շատ հարմար է, եթե մեր դոկումենտը բաժանվում է տարբեր կտորների, օրինակ այս կտորը ներածությունն է, հետո մեջ կա նախակտոր, նախանախա բաժին, ու տենց գնա։ Այդ դրա համար մեզ պետք է ուղղակի գալ ու գրել այստեղ section, ու ասել օրինակ intro։ Օրինակ այստեղ գանք, ասենք, եթե ուզում ենք ենթավերնագիր լինի, բառը մոռացել եմ, ասել ենք ուղղակի sub section, ու ասենք օրինակ intro 02, չգիտեմ։ Հետո կանգանք ասենք ինչ-որ ուրիշ section հիմնական, ու արանքներում ինչ-որ տեքստեր։ Հիմա սա որ աշխատացնենք այստեղ, սկսենք recompile, տեսանք այստեղ կար մեր intro-ն, ասես լավ մեծ, հետո title-ներ գալիս, եկեք այս տողը ջնջենք, թե մի քիչ մի էջի վրա լինի այդ ամեն ինչը։ Այստեղ ինքը ավտոմատ համարակալումով գնացել է։ Ինչպես նաև, եթե ձախից նայենք այս ֆայլի outline-ը, ես դրսագից չգիտեմ outline-ը ոնց թարգմանեմ, ինքը մեզ հարմար գործիք է բերում, որ այդ սեկցիաների մեջ վազվզենք։ Ու երբ որ սա սենց գրել ենք, այդ մեզ թույլ է տալիս գալ ասել դոկումենտում չէ։ Այս preamble-ում ասել /table of contents, ու սա որ աշխատացնենք, ինքը սխալ կբերի, չէ, ներողություն, սխալ չի բերի, զուշացում կբերի։ Բայց այստեղ ասում է contents ու էջերով ասում է ինչը որտեղ է գտնվում։ Ինչպես նաև մենք կարանք այստեղ այսպես ասենք set counter ու secnum depth, այս ոնց որ copy paste եք անելու միշտ, ես էլ հենց նոր copy paste արեցի, բայց այստեղ նշենք, թե ինչերն ենք ուզում, որ ինքը մեզ ցույց տա։ Այսինքն ինքը ուզում ենք տենց բոլոր վերնագրերը մենակ ցույց տա, թե ենթաբաժինները ցույց տա, թե նաև ենթաբաժինները, ենթաբաժինները։ Օրինակ, եթե այստեղ գրեցինք 0, նայեք ինչ է լինելու մեր contents-ը։ Missing begin document։ Կարող է սխալ տեղ եմ գրել, կարող երևի մի բան շատ-ի սխալ եմ արել։ Այսպես։ Սա պետք է preamble-ում չլներ, ես սխալվեցի։ Կարծես այս table of contents-ը մեզ տալիս է այդ բովանդակության edge-ը, ինչը ավտոմատ տեսքով այդտեղ գեներացվեց։ Նաև ավտոմատ ձևով մենք կարողանում ենք սարքել edge-եր, որտեղ գրած կլինի ամեն մի
բանը աղյուսակը որտեղ է գտնվում, ամեն մի գրաֆիկը որտեղ է գտնվում, դա շատ հարմար բաներ են, որոնք որ եթե Word-ով անելու լինենք, երևի պետքա 0-ով անենք ու ահավոր կլիներ ուղղակի։ Մեկ էլ այս տեքստի մեջ տենց վերնագիր, ենթավերնագիր են, բայց եթե ուզում ենք պարագրաֆներ սկսենք, գրում ենք /par ու բացատենք դնում ու ստեղ գրում ենք պարագրաֆ, մեկ օրինակ եւ այլն /par ինքը ուղղակի մի մատխորքից թազա պարագրաֆներ է սկսելու։ Ահա, այսպես առաջի պարագրաֆն է, այսպես երկրորդ պարագրաֆն է, ու տենց հերթով գնում են։ Ասենք տեսնենք ոնց կարանք սարքենք տարբեր տեսակի ցուցակներ։ Դրա համար մեզ այսքան համարակալված ցուցակ կամ տենց այն որ խնդիրը գրում է A, B, G, D, E եւ այլն, կամ ուզում խնդիրներ ասում է 4.51, 4.38 եւ այլն եւ այլն։ Դրա համար մեզ պետքա սարքել համապատասխան միջավայրը։ Միջավայրները լինում են ասենց /begin ինչ-որ բան, անուն ու հետո end այդ նույն անունը։ Օրինակ, եթե ուզում ենք համարակալված ցուցակ սարքենք, համարակալը enumerate անելն, այստեղ պետքա գրենք enumerate։ Ու հետո մեջում ամեն մի էլեմենտը լինելու է /item ու ինչ-որ մի բան։ /item անիր, հետո տակը /item hing եւ այլն։ Սա որ աշխատացնենք, մենք ստեղ ստացանք այս ցուցակը։ Եթե ուզում ենք, որ սա լինի մեր մոտ առանց համարակալման, այլ ուղղակի s կետը, n կետը եւ այլնը, enumerate-ի փոխարեն գրելու ենք items։ Իրանք լինելու են տարբեր item-ներ, ասես տարբեր իրեր։ Իրը վապարտություններ։ Այստեղ ասենք items, այս մեկ երկուսները զուտ կփոխվեն, կդառնան այսպես կետիկներ։ Բայց նաև մենք կարող ենք այս կետիկներն էլ փոխենք մեր ուզած բան դնենք, օրինակ եթե այստեղ քառակուսի գրենք item-ից հետո, օրինակ եթե ուզում ենք աստղ դնենք, կարող ենք գրենք քառակուսի փակագծերի դոլարի նշանների մեջ դոլար աստղ կամ օրինակ դոլար circle, որ կլոր լինի, ինքը ասես կլորներ կանի։ Կարող ենք օրինակ ասենք ABG, եթե ուզում ենք տենց տառերով համարակալի։ Sense. Ստեղից ինչ-որ հարց ժողովուրդ։ Ինձ մոտ հարց առաջացավ այն նախորդ մասից, որ ասում ենք բան table of contents։ Հա։ Դա որ միանգամից բերեց վերևում գրված contents։ Դա կաշխատեր, եթե մենք հայերենով գրենք։ Այդ հայերենի կտորեն ամենավերջում ենք նայելու, բայց հա, մենք կարող ենք այդ contents-ն էլ փոխենք, դարձնենք տենց ուղղակի գրած բովանդակություն ու ոնց որ այս սաղ իմիջիայից լավ հարց էր, այս սաղ տեղի իմաստանա, որ ինքը մեզ ահավոր շատ ճկունություն է տալիս, էլի։ Մեծամասամբ ոնց որ ինչ մտներով ասանցնի կարանք անենք, էլի։ Կարանք փոշմանենք ու միանգամից փոխենք ու ինքը ամեն տեղ փոխվի, ոչ թե հատիկ փոխենք։ Այդ տեսանկյունից է, էլի, ինքը տենց իր ուժը գալիս, էլի, սենց ասած։ Մերսի։ Քեզ մերսի հարցի համար։ Իսկ ես աստղիկ ու կլորից բացի էլ ինչ-որ բաներ կան։ Հա, իրականում տենց մի աշխարհ բան կա, ես հետո մի հատ կայք ցույց կտամ, որտեղ կարանք sense տարբեր բաներ գտնենք, բայց չգիտեմ, կարանք գրենք /bullet, ինքը հենց դնի այս ոնց որ սկզբնական եղած բանը հենց ոնց որ հենց այս բանին չեմ հիշի ուրիշ ինչեր կա, բայց լիքը հրամաններ կա, էլի։ Անց սլակներ բան օրինակ որ տենց։ Հա, կարանք հետևաբար նշան եթե ուզում ենք դնենք, հեռացած slash-ը, մենք այսպես։ Լիքը տես մի աշխարհ բան կա։ Okay, merci։ Քեզ մերսի։ Մի երկու հատ էլ եթե sense environment կամ հայերենով միջավայր ասեմ, այնա կարանք մեջբերում անելու համար միջավայր սարքենք, ասենք this is quote a quote ինչ որ է Կարանք եթե ուզում ենք կենտրոնում գրված լինի մեր տեքստը, գրենք begin center, այստեղ սրանք օրինակ եթե աշխատացնենք, այս առաջինի հիմա ասած շատ լավ չենք տեսնում ոնց է փոխել ոնց է իրան հենց որպես մեջբերում ներկայացրել, բայց կարանք փոխենք թե ինքը հենց ինչ տեսքով ենք ուզում արտացվի,
Կարան PDF-ը քաշում ավելի լավ էլ նայենք, բայց ինչ-որ է երևի, այս A-ն էլ ուղղակի արդեն կենտրոնում գրված է, ավելի։ Այս միջավայրերը իրենք թույլ են տալիս ձևափոխել մեր մեջ եղած պարունակությունը ըստ նրա, թե ինչի համար են հենց նախատեսված։ Ու մենք նաև կսովորենք, թե ոնց կարանք մենք ստեղծենք միջավայրեր, օրինակ այն էլեգանտ լատեխի օրինակում, որ վերեցի, որ տեսանք, օրինակ սա սահմանման համար միջավայր է ստեղծված, որտեղ ընդգծված է եղել, որ կգրես definition, ու ասենք մուտքում եղած բաները, այսինքն կանաչ եզրագծով բանի մեջ կդնես, ասենց զրթիկի, չգիտեմ ինչ ասեմ, տուփի, color box-ը անվանվում։ Այստեղ մենք էլի լիքը ճկունություն ունենք աշխատելու, մի քիչ ավելի տենց հասարակ փոփոխություններից, օրինակ italic սարքել, տենց text սարքել, տակը գծիկ դնել եւ այլն, այդ ամենի համար հրամաններ ունենք, օրինակ կարանք ասենք /text bf երևի նշանակում է bold font, հաստ գրելաձև, այստեղ ասենք հաստ, օրինակ կարանք ստեղծենք ասենք text bf ներողություն text it-ը, որ italic լինի, գրենք italic։ Ունենք ստեղ նաև օրինակ /underline, որ տակիկից քաշի։ Սրանք որ աշխատացնենք, սա հաստ եղավ, սա italic եղավ, սա տակի գծով եղավ։ Հավես բանը այն, որ կարանք ստեղ overleaf-ում ու երևի տարբեր ուրիշ տեղերը կարանք ուղղակի ընտրած տեքստի վրա սխմենք Ctrl+B, ու ինքը իրան ավտոմատ այս հրամանի մեջ կդնի, կամ ստեղ սխմենք Ctrl+E, դարձնի բան italic, Ctrl+U-ն էլ կդարձնի իրան մեծատառ, աստորեն, բայց լավ, եթե սա ասենք մի հատ Ctrl+B սխմենք, ստեղ կստացվի, մենք text italic-ի մեջ, այս ձեռափակագծերի մեջ դրել ենք text bf, ASDA, այսինքն ինքը սա հաստացնելու է, հետո italic սարքի, կարանք նաև երկուսը միաժամանակ ունեն, սա հաստ ու թեք գրված է։ Ինչպես նաև եթե ուզում ենք գույն փոխենք, ամենահարմար ձևից մեկը այն է, որ ստեղ նախ ներմուծենք մի հատ գրադարան, որը որ այժմ գործիք երևի ասեմ, որ մեզ կօգնի գույների հետ աշխատել։ Ոնց է դա արվում, ստեղ ասում ենք use package, օգտագործի գրադարան, ինքը արդեն լիքը բան մեզ առաջարկում է, եթե այստեղ ասենք x գույն, x color, հետո ստեղ կարանք ասենք text color, ինքը հիմա վերեց երկու հատ ձևափակագծով բան։ Առաջինը գույնը նշելու համար, ստեղ կարանք գրենք օրինակ red, երկրորդը արդեն զուտ տեքստի համար, ու սա որ աշխատացնենք, ստանում ենք կարմիր տեքստ։ Քանի գրադարան ենք ներմուծում, եթե ուզում ենք հղումներ ունենանք մեր տեքստի մեջ, պետք է ստեղել ներմուծենք դրա համապատասխան գրադարանը, ասենք use package hyperref, hyperreference, hyper, լինքերին hyperlink են անվանում, թափես, որտեղ կտեսնում ես տանում է ինչ-որ ուրիշ տեղ, իրենից լրացուցիչ բան է ներառում մեջ, զուտ է տեքստը չի, reference-ը ոնց որ ուղղել երևի, տենց ասենք, Այսրանից հետո մենք արդեն կարանք գրենք ուղղակի /ref հրամանը, տեսնում ենք երկու հատ բան է մեզ առաջարկում, կարանք մեջը դնենք մեր հղումը ու մեր տեքստը, ասենք ստեղ դնենք հղում, ստեղ գրենք տեքստ, սա որ աշխատացնենք, missing begin document, վայ ներողություն պետք է միտով ներքև տպեի, դոկումենտի մեջ չեմ գրել։ Սա արդեն որ կտեսնենք մեզ տանում է դեպի այդ վիդեոն։ Ու ստեղ էլ ունենք լիքը ճկունություն, թե ինչը ոնց լինի, օրինակի համար կարա հղում արվի դեպի հենց մեր ֆայլի մեջ եղած ինչ-որ բան, կարա արվի դեպի դուրս, կարա արվի դեպի ինչ-որ մեր այդ պապկայի մեջ, մեր ֆայլերի մեջ եղած ինչ-որ ֆայլ, այդ ամեն ինչը կարանք փոփոխենք ու նաև կարանք ստեղծված PDF-ի հետ բաներ փոխենք, որը որ այս նույն գրադարանի մեջ է արվում, որտեղ ոնց որ այդ hyper, ոնց որ լրացուցիչ բոլոր բաների գրադարանն է, էլի գործիքն է, շատ գրադարան չասեմ։ Մեզ պետք է ուղղակի այս դոկումենտը սկսելուց առաջ, եկեք այս title author-ն ջնջենք, գրել hyper setup, քառակուսի փակագծեր ու ստեղ լիքը արգումենտներ ա վերելու, այս դուք երևի միշտ copy paste եք անելու, բայց ստեղ կարանք օրինակ ասենք URL color հավասարա magenta, link color yellow, PDF-ի վերնագիր, որ
PDF-ն ձախից, որ overview-ում էսա լավ ցույց կտամ։ Սենց եթե գրենք, տեսեք, սա արդեն դարավ մանուշակագույն չէ, մաջենտա ավելի շուտ։ Մեկ այստեղ ժողովուրդ, եթե ուզում ենք ուղղակի հենց հղում դնենք, կարող ենք այստեղ գրենք զուտ հենց URL ու մեջը հղումը դնենք, որ ինքը ոչ թե որպես սովորական տեքստ արտացվի, այլ հենց միանգամից ինքը հղում լինի։ Դեպի հենց ինքն իրան, էլի։ Ահա։ Ու սա եթե միացնեմ download անելու կոչակին։ Այստեղ բացեց։ Ահա, ու տեսնում ենք վերնագիրը դարավ overleaf example, հենց է գրել ենք։ Ու մեջն էլ էս մեր ամբողջ ֆայլը։ Հղումները աշխատում են։ Ստեղից ինչ-որ հարց է, ժողովուրդ։ Ոնց եթե ուզում ենք հենց ֆայլի մեջ ինքը օրինակ երկար sense մի քանի էջանոց տեքստ է ու ուզում ենք հողում սարքենք, որ այդ ֆայլի մի ուրիշ էջ գնա, այդ ինչ որ մի օբյեկտի վրա, այդ օբյեկտից հողումը ոնց ենք վերցնում։ Այդ գերազանց հարց է։ Այդ ուղղակի միշտ չեմ սիրում տենց հետևակցել, բայց ոնց որ այդ մի քիչ հետո հենց այդ այդպես բաները ավելի մանրամասն կներենք։ Այդ շատ տեղին հարց է։ Այս ինչ-որ որ sense արագ copy paste եմ անում, այդ դոկումենտը որտեղից որ copy paste եմ անում, ձեր մոտ լինելու է, էլի, որ օգտագործեք ոչ մի բան պետք չի անգիր անել վատախում ընդհանրապես զուտ այն ինչ պետք է իսկականից անգիր իմանաք, այնքան եք անելու, որ անգիր իմանաք։ Այշուտ պետք է զուտ իմանալ, որ sense բաներ գոյություն ունեն։ Եկեք նայենք ոնց կարանք աղյուսակներ ստեղծենք։ Դրա համար մենք էլի ոնց որ ավելի սպეციფიկ նոր բաներ հանելու համար ուրիշ միջավայրեր կա, բայց մենք օգտվենք tabular աղյուսակային միջավայրից, ասելու ենք ստեղ begin tabular ու միանգամից այսպես 4 ստրուկտուրա մեզ բերեց։ Ինչ է այս դոլարի ու բանի նշանակությունը, tag երկու հատ tag գծի։ Tag գիծը պատասխանատու է ուղղակի մեզ նոր տող իջացնելու համար։ Ինքը սովորական տեքստի մեջ էլ է աշխատում, իսկ որտեղ ուզենք կարող գրենք երկու հատ tag-ից ու ինքը մեզ իջացնի նոր տող։ Այստեղ մեկ է տեսնում ենք աչից մի հատ էլ բերելա tag բաղադրիչի մեջ c/c։ Մի հատ եկեք այստեղ ինչ որ մի քանի արժեք գրենք, տեսնենք սա ինչ է իրենց ներկայացնում։ Ընդհանրապես կարող եք ասենք a1, a2, b1, b2, սա աշխատացնենք։ Այստեղ տեսանք tag a1 ու a2-ը տողի տարբեր էլեմենտներն են, այսինքն այս եւ-ի նշանի իմաստը տողի մեջ էլեմենտներ առանձնացնում։ Այստեղ կարող գրենք a3, այստեղ գրենք եւ ամպերսանտի նշան, ինքը control 7-ն է առնվազն մի մոտ, որ մի հատեսություն ավելանա օրինակ։ Sense Բավարար ճիշտ լինի։ Չեմ։ Վայ, ներողություն։ Հիմա 3 սյուն ունեցանք, բայց վերևում է պետք է նշենք, թե այդ սյուների մեջ տեքստը ոնց դրվի։ Այս C-ը որ գրած է, ինքը ուղղակի նշանակում է, որ համապատասխան տիրույթի մեջ դիր տեքստը մեջտեղում։ Եկեք մի հատ r գրեմ, run right-ի համար ավելի բարձ կդառնա։ Հիմա առաջի սյունը մի քիչ տեղափոխվեց ձախ, չգիտեմ, կարողացեք զգաք թե չէ նորմալ։ Եկեք մի հատ ձախից էլ tag գիծ դնեմ, այստեղ է թողնես tag գիծ անի, տենց ավելի լավ կզգացվի։ Այստեղ ունենք a1, սա օրինակ եկեք սարքենք l, այստեղ եկեք սարքենք r, որ ձախից դնի, մյուսը առաջից դնի, այստեղ մի հատ դնենք tag գիծ։ Ու սա աշխատացնելը եկեք մի հատ էլ այստեղ կենտրոնում դնեմ, թող չփողոքի, 3 սյուն թող լինի մոտը։ Մի հատ էլ այստեղ դնենք, թող այս եզրն էլ փակվի։ Այսինքն պատկերացրեք, չէ՞, սա ոնց որ կմախքնա գցում, էլի, ասում է tag գիծ կդնես, հետո առաջի սյուն կգնի, առաջի սյունը ինչքան կարաս ձախից գրի։ Եկեք մի քիչ մեծ տեքստեր լինի, դրանց վրա կզգացվի արդեն։ Նայեք, B1-ը հիմա ձախից է, որտեղ ստե լեյա գրած։ Հիմա սա ռ սարքեմ, այս B1-ը կգա աչից կլինի։ Ահա։ Այստեղ էլ tag գծերով սա օրինակ կենտրոնում է մնում։ Ինքնից։ Միակ բան, որ ես պակասում եմ, որ մի քիչ ավելի սիրուն աղյուսակ դառնա, դա նա այս հորիզոնական գծեր, չէ՞։ Իրանց ավելացնելու համար այստեղ գալու են գրենք h line, հորիզոնական գիծ։ Սա որ գրեցինք, այստեղ հորիզոնական գիծ ավելացրեցինք։ Եթե այստեղ էլ ենք ուզում հորիզոնական գիծնի, կարող ենք մի հատ այստեղ line, այստեղ գրենք, թող ամեն ինչ փակվի։ Ուսանց ստացանք
ներողություն, նորտող չի չաստեղ։ Այսպես ստացանք մեր մինիմալ աղյուսակը։ Շատ ավելի հաճելի աղյուսակներ էլ կարանք ստանանք ուրիշ բաներով, միջավայրերով, բայց սա են ամենաարագ տարբերակն է երևի էլի։ Եկեք տեսնենք ոնց կարանք նկարներ ներմուծենք։ Եկեք այս տաբուլյարը ջնջենք։ Տենց իչր գրաֆիկական բաների համար մեզ արդեն պետք է գալու մի հատ ուրիշ գրերան use package graph x գրաֆիկական x տարը չգիտեմ թե սիրում եմ տարբեր տեղեր դնել։ Ու նախ ոնց որ նկարը պետք է ունենանք։ Այդ դրա համար կարանք գանք այստեղ կտեսնենք upload-ի կոճակին օրինակ ու գանք ուղղակի ֆայլը գցենք այդ մի տարբերակ կամ իրականում մի հատ բան որ այս վերջերս overleaf-ում ավելացավ ու ինձ ահավոր դուր է գալիս եթե ինչ-որ screenshot ունենք մի տեղ արած կարանք կամ ինչ-որ նկարենք copy արենք կարևոր չի որտեղից կարանք այդ նկարը ավտոմատ paste անենք դա ուղղակի մի քիչ ուշ է նայենք այստեղ բայց եթե մի հատ ինչ-որ նկար գցեմ կարամ արդեն այստեղ գամ գրեմ ասեմ հիմա ոնց որ նախ կարամ ասեմ ներառի գրաֆիկական ինչ-որ բան ասելու ենք դա include graphic-ով ուստեղ բերում եմ մի հատ էլի ես մեր քառակուսու նշանը ու ձևավոր փակակ ձևավոր փակություն միանգամից ֆայլը բերեցի մոտ սա որ կտեսնեմ նկարը եկավ ներառվեց այս քառակուսու մեջ մենք պարամետրեր ենք տալիս իրան օրինակ կարանք ասենք լայնությունը դարձրու եթե ուզում ենք մեր ամբողջ այս տեքստի լայնության տեքստի համար հատկացրած տարածքի կեսը լինի օրինակ կամ 0.3 մասը կարանք գրենք 0.3 tag kids text width ու սա որ աշխատացնենք սա ուղղակի կգա ու փոքրացավ սա այնա որ զուտ ուղղակի ուզում ենք նկար դնենք ու վերջ եթե ուզում ենք մի քիչ ավելի տենց դնենք ասենք այս ձևով եղի այս քո տակի տեքստը թող լինի եւ այլն այդտեղ արդեն էլի միջավայրից պետք է օգտվենք այստեղ ասելու ենք begin figure ինքը ավտոմատ sense լիքը բան մեզ առաջարկեց ասում է որ կենտրոնում դիր centering այստեղ մեր այս include graphics-ի հրամանն է հետո այստեղ գայս է caption հրաման այս ամիջը կարանք օրինակ չդնենք էլի պարտադիր չի դնենք թե չդնենք բայց եթե այստեղ օրինակ գրեցինք այստեղ կարանք ասենք օրինակ նկարագիր սա ուղղակի ներքևում բերելու է նկարագիր մեկ էլ կարանք գրենք այստեղ լավ եկեք սա հետո ասեմ սա որ աշխատացնենք եկա այստեղ դրեց ու այստեղ էլ ասում է figure 1 նկարագիր ու սա կենտրոնում դրված է centering-ի շնորհիվ մի հատ նշում որ այս լատեխի ամենամեծ գլխացավերից առնվազն համար մեկ-մեկ ինքը այս նկարները երբ որ նենց է ստացվում որ ավելի խելքին մոտ օրինակ տանել նոր էջ որտեղ տեղը քիչ է բաման ինքը կարող է ինքնագլուխ տեղափոխի ուրիշ տեղ իրանց եթե ուզում ենք ասենք չէ գիտես ինչ այստեղ դիր այստեղ պետք է գրենք քառակուսի հ նշանակում է here այստեղ եկեք screenshot-ն էլ տեսնենք օրինակ այս screenshot-ը ունենք ուզում ենք իրան դնենք այստեղ կարանք ստվենք Ctrl-V ինքը մեզ sense դաշտ կբերի որտեղ կարանք տանք ֆայլի անուն նշենք որ ինքը վերնագիր դնի նշենք որ ինքը իրան համար տա ու ասենք օրինակ 3/4-ը լինի բանի ու կտեսնենք այս insert figure-ին ավտոմատ ինքը այդ ամենը կդնի մեջը ինչը շատ հարմար է որտեղ այն ժամանակ պետք էր լինելու տես նկարը բելեր save անել դնել իսկ հիմա միանգամից ներառվեց okay գանք մի հատ նոր թեմայի ու սա կախված կլինի միանգամից Նարեի հարցի հետ բանի հետ կապված այդ ինչ որ տեքստ ունենք միտեղ բան ենք ուզում նշենք ոնց ենք անում որ հասկանա որ իրան ենք նշում reference-ների հարցի որ կարողանանք ասենք մենք մեջբերում ենք այսա օրինակ ասում ենք ինչպես տեսանք թեորեմ 1-ում ու կարողանանք կտեսնենք ու ինքը մեզ բերի թեորեմ 1-ի վրա դες բաներ անելու համար նախ պետք է ոնց որ իմանանք թե ինչն է թեորեմ 1-ը որն է կամ բաժին 1-ը որն է դրա համար եթե ունենում ենք ինչ-որ սեկցիա օրինակ ստեղ ունենք section intro պետք է մի հատ դրանից հետո գրենք ասենք label պիտակ օրինակ ասենք ստեղ կան ցանկացած անունտանք բայց ընդունված է այդ օրինակ սեկցիա է գրել sec վերջակետ այս ուղղակի ընդունված ձև է ինչ ուզենք կգրենք sec վերջակետ օրինակ անունը int հետո ստեղ ինչ-որ ուրիշ տեքստ
Ստեղ օրինակ ունենք այս մեր գրաֆիկը, գրաֆիկի մեջ այս caption-ի տակ էլի կարող ենք գրենք /label, ստեղ մեջը գրենք օրինակ ինքը քանի որ գրաֆիկը ընդունված է գրել fig վերջակետ, որ հետո հեշտ լինի էլի բերել հասկանալ ինչի ինչն է։ Բայց կարող ենք նաև գրենք նկար։ Ուստեղ եթե մենք տեքստ ունենք, ստեղծենք ինչպես տեսանք, կներեք լատինատալի համար, բաժին, ուստեղ ասենք /ref, reference արա, այդտեղ բերեք բերում ասենք, sec int ու նկար /ref բերումա գրենք նկար, սա որ աշխատացնենք, այս մեր տեքստը դառնում է ինչպես տեսանք բաժին, ու սա ասենց դեղնել է, այս դեղնել է, որովհետև այստեղ yellow է նշել, եկեք գրեմ red թող ավելի տեսանելի լինի, ինչպես նաև այստեղ կարող ենք ցանկացած գույն գրենք, էլի, արտադրիչից ֆիքսած գույներից լինի, բայց sense բան բերել, բաժին 1, նկար 1, հիմա որ կտեսնեմ այս բաժին 1-ին, իսկ տարավ բաժին 1-ի վրա։ Ու sense իմիջիայից, եթե փորձեք հասյաց սարքել, սահմանում թեորեմ ինչ գրում եք, իրան միանգամից վերնագիր տվեք, որ հետո երբ որ ուզեք այդ վերնագրին մեջբերում ան, այդ բաժնին մեջբերում անել, միանգամից պատրաստի լինի։ Այդ նես բանա, որ անձամբ ես շատ հաճախ ալարում եմ, բայց չալարել դեպքում հետո ինձ ահագին մերսի եմ ասում։ Համար այս տենց label-ներ տալու հետո իրենց refer անելը շատ հարմար բան է։ Մեկ էլ ընդհանուր ոնց որ այդ գրքերում, հոդվածներում, որ լինում է օգտագործված գրականություն կամ բան, այդ bibliography կոչվածը իրան է կարանք հենց տենց հատուկ Elizumos-ի ասենց անում, ներեք։ Իրա հետ էլ կարանք շատ հարմար աշխատանք, ես այստեղ դրանից շատ չեմ խոսալու, բայց հղում է դրված, որտեղ շատ լավ բացատրվում է։ Ու կարաք այս bibliography պահին ծանոթանաք։ Reference-ները խոսացինք, կարանք հիմա ոնց որ անդրադառնանք հենց այս շատ մաթեմատ բաներին հենց։ Նախ մի քանի գրադարան, որ ամենայն հավանականությամբ պետք կգան, տարբեր բաներ օգտագործելու համար։ Այդ AMS math-ն ու AMS theorem-ը, նաև AMS symbol կա, հիմնականում կարաք սաղ դոկումենտներում զուտ իրենց ներառեք, որտեղ ոնց է չլինի կօգտագործեք։ Այս AMS-ը American Mathematical Society-ն է, Society-ի հապավումն է, թման theorem եւ այլն։ Բայց ոնց են գրում։ Այս մեր սովորական տեքստներն է։ Եթե ուզում ենք դնենք մեջը math-ի տեքստ, իրան գրում ենք ուղղակի դոլարի նշանների մեջ։ Այստեղ կարամ ասեմ ու միանգամից ասենց նախնական ինչ-որ բան է գրում, օրինակ ասենք yen հավասարը 2.7։ Այս ոնց որ առանց ինչ-որ նոր հրաման բաման օգտագործելու, բայց եթե ուզում ենք օրինակ ասենք մոտավոր հավասարը, կարող գրենք /sin, ինքը այսպես նշան կդնի։ Ուզում ենք արմատ գրենք օրինակ /scrt։ Այսպես լիքը մի աշխարհ հրամաններ կա, այսա մի քանի հատ copy paste կանեմ, ստեղ նայենք։ Բայց այս ոնց որ մի տողանի բան գրելու համար, ասես գրեմ գրենք հավասար չի not equal-ն է n եք-ը, այսպես։ Ու սա օրինակ visual editor-ում արդեն միանգամից sense երևում է։ Բայց եթե ուզում ենք ունենանք հավասարում օրինակ, այդ անելու համար կարանք ստեղ գանք, ասենք begin equation, ուստեղ ասենք անհավասարը b, եկեք միացա աշխատացնենք, հասկանանք։ Ստեղ որոտ եղավ inline math, դա մեր math-ի կտորը, ստեղ եղավ անհավասարը b ու համարակալված դարավ ինքը ավտոմատ։ Եթե ուզում ենք համարակալված չլինի, ստեղ պետք է մի հատ աստղանիշ ավելացնենք։ Կարող աստղանիշը սխալ դիրքում եմ դնում, այս աշխատացնենք տեսնենք, բայց երևի ճիշտ եմ դնում։ Համարակալումը չեղավ էլ մեջը։ Ու նաև մյուս տարբերակներն են, որ կան գրենք այսպես /քառակուսի փակագիծ ու հետո էլի փակվող քառակուսի փակագիծ ու մեջ գրվածներ կլինի արդեն էլի չհամարակալված հավասարում։ Սա ավելի կարճ գրելու տարբերակն է, էլի, որ զուտ begin equation գրելուց ավելի արագ է։ Իսկ եթե ուզում ենք օրինակ դնել մի քանի հավասարում, ու իրենց օրինակ հավասարացնենք ըստ ինչ-որ հավասարի նշանի օրինակ, ուզում ենք այդ ամենը իրար հետ բռնացնենք, անգլերեն ասած align անենք, այդտեղ էլ գրում ենք begin align, ու էլի եթե ուզում ենք համարակալված չլինի, զուտ աստղանիշ ենք գրում, այդ ամեն ինչին կիրառվում է, աստնավսեկի ասեմ համարյա ամեն ինչին, ուստեղ գրելու ենք անհավասարը
3, 4, 5 եւ այլն կապ չունի։ Եթե ուզում ենք բացատ դնենք, կարող ենք գրենք /what b, որ այսպես բացատ լինի, Հիմա եթե նոր տող ուզենք անցնենք, ստեղ կարող ենք գրենք ինչ-որ ուրիշ բաներ, օրինակ հավասարը ստեղ է հասնում։ Հիմա եթե ուզում ենք ըստ հավասարի նշանի ամեն ինչ տենց իրար հետ շարենք, պետք է այս հավասարից առաջ դնենք $։ Այն ներողություն եւիկ։ Այսպես։ Հիմա ինքը դից անելու, որ եւով հավասարված է այստեղ ամեն ինչ։ Ահա, տեսեք, այս եւի նշանով հավասարած։ Այս մի քանի տողով ինչ որ բաներ գրելու համար շատ հարմար է։ Ասենք սիրուն բաներ ակալին, սլագ դնել, ստեղից ստեղ տեքստ գրել, թե ինչ է ստեղ կատարվում եւ այլն եւ այլն։ Մեկ էլ քանի այս հավասարներցինք, եթե օրինակ ուզում ենք ստեղծել բան, համակարգ հավասարումների, կարող ենք օրինակ գրենք begin case, ու ստեղ գրենք դեպքերը, եկեք copy paste անեմ, շատ կարևոր չի։ Ու ժողովուրդ, սա մեջ արդեն ոնց որ ակնկալվում է, որ մաթեմատ է ունենալու, սովորական տեքստը, սա օրինակ էլի tag գրվեց, որովհետև ինքը որպես սովորական տեքստի պես գրվեց։ Եթե ուզում ենք հենց զուտ առանց tag-ի, առանց բանի ուղղակի սովորական տեքստ լինի, իրան գրում ենք /text-ի մեջ։ Այստեղ բոլոր տեքստային բաները գրած է /text-ի մեջ, էլի։ Ու սա որ գրենք, սա ստեղծեց begin line, հա, ստեղ չեմ գրել, վայ, սխալ տեղ եմ փաստարել, այստեղ begin case end case-ի արանքը։ Էլի մի բան չեմ արել։ Case-ից ոնց որ թե ոչ թե case։ Հա, էլի, հոգնակի լինի։ Ահա, տարասխալը ուղղված։ Այստեղ կարող ենք նաև համա հումբ սարքենք իրան հրամանա, այս բանին չեմ հիշում։ Ահա, գրելաձևը էս է, չէ՞։ Առաջինն ենք գրում, այստեղ էլ երկու գծով ասում ենք, որ երբ անցնի նոր տողի։ Մի հատ էլ բան copy paste անեմ, զուտ էլի արագ նայելու բաներ, ու հետո հարցեր լսեմ։ Եկեք մի հատ լիքը տարբեր բաներ նայենք, որ կարող ենք ունենանք այստեղ։ Ու էականների մասին մի քիչ ավելի դանդաղ կխոսամ։ Եթե ուզում ենք բան սարքենք, կոտորակ սարքենք, գրում ենք /frac, fraction բառից։ Ու երկու հատ tag box-ի մեջ պետք է գրենք ոնց որ համարիչ հայտարարը։ Եթե ուզում ենք մեծ լինի, գրում ենք dfrac, display frac։ Արմատը օրինակ SKRT-ն է։ Եթե ուզում ենք ասենք n աստիճանի արմատ, պետք է SKRT-ից հետո էլի քառակուսի փակագծի մեջ գրենք թե որ աստիճան ենք ուզում։ Տառերը ասենց ալֆա, բետա, մեծատառով, կարող չկան այս մեծատառերը, ասա ջնջա։ Ասակի։ Այսինքն աստիճանը այսինքն էս ծիճկանը, տակի գծիկը, տակի գծիկն է, տակից գրելու համար։ Ու ասենց լիքը բաներ կա, էլի։ Սաղից չխոսամ, որովհետև իմաստ չունի, հատկապես վերևում էլ հղումներ կա գրած բաների, որ թե ոնց գնալ գտնել ոնց հրամանների ցանկ, ինչպես նաև մի հատ էլ կայքի հղում ա դրած, որտեղ կարաք դուք տենց ուղղակի գրիչով գծեք, ինքը բանանի, գրիչով գրեք, գրիչով ասելս ոնց որ էկրանի վրա հավաքեք, ինքը ավտոմատ հասկանա, որ սիմվոլ իմացնեք, տենց մի հատ մեքենական ուսուցման ալգորիթմ գրած փոքր։ Ահա, ասենց ոնց որ այս կարակվալից նայեք, հիմնական մի քանի բանը դրած է, ինտեգրալ, սահման եւ այլն եւ այլն։ Կարող ենք այս սահմանը նենց անենք գա իջնի այս լիմենսի տակ։ Ու տենց։ Արագ եմ ասում, որովհետեւ տենց ահագին չկարևոր բան է, էլի իրականում։ Իսկ այս ամեն ինչը մանրամասն նայելը, որովհետեւ ոտի վրա Google-ալու եք, լիքը տեղերում կարող ChatGPT անեք ուղղակի, նաև ռեսուրսների մեջ կա բան, որ տենց ուղղակի screenshot եք անում, լատեխի կոդն է ձեզ տալիս, այդպես գործիքներ։ Բայց ուտ իմանալու համար, okay, մեկ էլ մատրիցները երևի հետաքրքիր կլինի, մատրիցների համար էլ կամ վեկտորի համար գրում ենք sense, սա չենք փակել, այսպես։ Begin, օրինակ p matrix, p-ն այսպես parenthesis ա դնում, փակագիծ ա դնում, դրա համար p։ Եթե ուզենանք օրինակ ինքը քառակուսի լինի, պետք է գրենք b մատրի, այս ինկատնեմ այս ինչի մեջ որ հավաքում է, էլի, b մատրից, սպալեմ ամեն ինչ որ բան, վայ b մատրից, այսպես որ լինի, ու եթե ուզում ենք տենց ուղիղ գծեր լինի, տենց դետերմինանտի պես, պետք է գրենք v մատրix, տենց վերտիկալ գծեր քաշի։
Բայց մեջ գրում ենք էլեմենտներ եւ ի նշանով էլի տողերն են կարող, տողի էլեմենտներն են առանձնացնում, սլեշերով հենց տողերն են իրարից առանձնացնում, այսինքն եւ օպցիոնները բանով տողերը։ Ոստեղ տեսնում ենք օրինակ գրել եմ a տակի գծիկ ու 11 ես գրել եմ sense ձևոր փակագծի մեջ, որ ինքը հասկանա, որ այս 1-1-ն է, այս a տակի գծիկին մուտք որպես, թե չէ ինքը կհասկանա որպես a տակի գծիկ 1, հետո մի հատ է կողքից 1 Հա, վեկտորները ոնց որ գրում ենք զուտ որպես միսյունանի մատրից էլի գրելաձևը նույնն է։ Նա ոնց որ մեկ-մեկ կարալ դեպքեր լինի, որ ասենք հենց անձամբ իմոտ, եթե շուշուտ պետք է եղել ինձ v1, v2, v3 վեկտորը օգտագործեմ, ես կուզեի իրեն մի հատ կարճ սահմանեի, օրինակ ասեի v վեկտոր, այնեք այսպես գրեինք, հասկանա, որ այս ամեն ինչի մասին է խոսքը։ LaTeX-ը մեզ դրա ճկունությունները տալիս, մենք կարանք սահմանենք հենց մեր հրամանները։ Դրա համար պետք է այստեղ գանք, ասենք declare math operator մաթեմի օպերատոր սահմանի կամ հայտարարի օրինակ եթե ուզում ենք սարքենք այն բազմության r տառից դա ստանալու համար մեզ պետք է գրել sense math bb r այսա որ գրենք եկեք սա մի հատ այստեղ դնեմ որ տեսնենք ինչի մասին է խոսքը ու իրեն որպես մաթեմ դնեմ դոլարի նշանների մեջ խոսքը այսենց սիրուն sense թիթիզ r-ի մասին է այսենց պատկերացնում ենք ոնց որ մաթեմի նյութի մեջ ինչքան կարա լինի այս math bb r-ը մենք համարում ենք նոր պրոյեկտներում ուզում ենք sense /r ու հետո math bb r ու սրա շնորհիվ հիմա այստեղ եթե գրեմ ուղղակի /r գրեմ a պատկանում է /r այսպես որ գրեմ preview-ն չի հասկանում ինչ ցույց տա, որտեղ ինքը /r-ը չգիտի ինչ է բայց դոկումենտի մեջ մենք սահմանեցինք հիմա սա աշխատացնեմ ինքը ավտոմատ չբան են չէր վայ ժողովուրդ այս math bb-ն ինքը այս ամս math փաթեթից է գալիս նեղություն ամս սիմվոլների բանից է գալիս մոռացել ենք ներմուծենք այսպես որ անենք արդեն այս math bb-ն կհասկացվի թե ինչ է ահա այս ուրիշ բան զուտ այս բանը չենք ներմուծում math bb-ն անծանոթ հրաման էր իրան դա որ ոնց որ այդ որ ասում էի զուտ միշտ կարաք այս մի քանի հատ էս AMS-ով բաները ներմուծեք շատ քիչ վնաս տվող կամ ընդհանրապես վնաս չտվող բան է էլի նաև կարանք ոնց որ սարքենք բաներ որոնք որ կստանան մուտքեր օրինակի համար եթե ուզում ենք գրենք չգիտեմ ուզում ենք գրենք մասնակի ածանցյալ f ըստ x-ի ու ասենք այդ f ու x-ը կարող է փոխվեն կարանք գրենք օրինակ այսպես բան ասենք թազա հրաման այս դեպքում new command on դնենք /pd այստեղ քառակուսի երկուսով ասենք որ երկու մուտք հաստանալու ասենք որ ինքը sense տեսք կանում պետք է լինի /fraction այսինքն կոտորակ այստեղ լինելու է մասնակի ածանցյալ հետո համար 1-ով ընդգծում ենք որ կդնենք առաջի մուտքը հետո հայտարարում պետք է լինի /partial ու երկրորդ մուտքը եկեք մի հատ սա կիրառենք ավելի լավ տեսնենք հիմա եթե այստեղ գրենք /pd partial derivative-ի կարճը էլի օրինակ f ու x ինքը դարավ այսենց f ստեղ x ստեղ եթե գրեի a ստեղ գրեի b այդ ան ու b-ն մուտք կգային այսինքն ոչ միայն սառացրած միշտ նույն իրական թվերի բազմության r-ը կարանք օգտագործենք այլ նաև կարանք փոփոխենք թե ինքը հենց ինչ ենք ուզում լինի այստեղ կարանք օրինակ գրենք math bb /1 օրինակ մուտքում գրենք ուղղակի սորական r տառը ինքը դրան դնել այդ math bb-ի մեջ որ եթե այս նույնը օրինակ բնական թվերի համար կամ ռացիոնալ թվերի համար չսարքեինք էլի բայց հիմնականում ավելի հարմար է այդ սարքելը բայց կարծած sense տեսանք ոնց կարանք նաև մուտք ունեցող հրաման ստեղծենք էլի մեկ էլ ոնց որ հաջորդ քայլն էլ ոնց կարանք սարքենք մի ամբողջ թազա միջավայր օրինակի համար մենք ուզում ենք մեր լուծումները գրենք ինքը լինի մեր ուզած ձևով այդ միջավայրը սարքած այնտեղ ոնց էր այն օրինակի մեջ որ sense սիրուն տուփ էր սարքում տուփում այնտեղ ինչ որ կարտի կալոդից նշան էր դնում վերնագիրներ սիրուն գույններ եւ այլն այդ դրա համար պետք է օգտվենք արդեն new environment թազա միջավայր հրամանից ուստեղ օրինակ գրենք մեր solution-ի համարը ոնը դնենք sol
ու ինքը թող լինի, որ միշտ սկզբում հաստ դնի այստեղ էս տեքստը ֆոն անիմաստը մեր կոնքամ գրել երևի մենակ ցիան գույնով դնի լուծումնա գծիկ ու հետո արդեն գա մեր լուծումը հիմա այստեղ եթե գրենք ասենք begin solve սա աշխատացնենք այստեղ գրենք լուծում եկեք սա գրենք հիմա ինքը մեր լուծումից ու բան գրադարաններ ջնջեցինք գույների գրադարանը x color-ը նորից ներմուծենք Հիմա ինքը դարավ solution is այս գծիկը չհասկացավ այսենց solution is ու հետո եկավ սկսեց մեր լուծումը Ոնց որ կարելի այստեղ օրինակ գրեի որ սայնս հետո քիչնես ներքևի տող որ միշտ ներքևի տող կար ու ոնց որ մեր ձեռի վրա է մեր ձեռն է թե ինչքան ճկունացնենք ինչքան կսիրունացնենք այս ամեն ինչը մեկ էլ մի բան որ հաճախ նորը սահմանում ենք այդ թեորեմ կամ լեմա այդպես բաներ օրինակներ սահմանելն է որովհետև հիմնականում հայերենով ուզում ենք սահմանենք ու իրենց դզենք օրինակ ասենք որ թե լեմա է գրում այստեղ ոչ թե գրի լեմ այլ գրի լեմա այսպես օրինակ Այդ դրա համար մեզ պետք է ասել այստեղ new այս գրելաձևը երևի միշտ արժի copy paste անեք բայց այստեղ ասել ենք new theorem ասենք թեորեմը թող գրվի այստեղ տեքստով theorem ու այս քառակուսի փակցրով section-ը նրա համար է որ ինքը թեորեմի համարակալումը անի ըստ իր բաժնի համարակալումը 8-րդ բաժնի թեորեմը լինի թեորեմ 8.1 Եթե ուզենք նույն պրինցիպով մնացածը անի այստեղ ասելու ենք lemma օրինակ քառակուսի փակցրում theorem ու ինքը թեորեմի պես իրան բայ էլի այստեղ վերև սահմանված է ու տեքստով ասենք լինի ինքը գրած lem կամ եկեք այստեղ ինչ-որ բան գրեմ որ ավելի լավ տեսնենք որ ինքը բազայացրեց ու այն հիմնական բաներից այստեղ նշված է բան ցուցակում գրված են հիմնական բաները օրինակ սահմանում նշում առաջադրանք եւ այլն բայց հիմա որ այստեղ ասեմ begin theorem Այստեղ լինի section A հետո այստեղ գա section B որ section B-ն դառնա երկրորդը Եկեք մի հատ գրեմ begin lemma lemma Եկեք մի հատ էլ դրեմ թեորեմ, որ տեսնենք համարակալումը ոնց է շարունակվում։ Ահա, այստեղ ավ թեորեմ 2.1, թեորեմ 2.2, լեման էլ եղավ այն մեր դրած տեքստ։ Սա ձեռով ոնց որ ավտոմատ համարակալումով ինքը գնալու է, սա կարանք եթե շատ ուզենք նենց անենք, որ այս 2.3 լեման դառնա լեմա 2.1, ոչ թե թեորեմների համարակալումը։ Ամեն ինչ մեր ձեռն է ճկունացնելը կարճ ասած, էլի։ Նա Եկեք մեկ էլ կպտենք ոնց որ դե լավ, բա հիմա ամեն ինչը հայերենով ոնց անենք։ Այդ դրա համար մեզ պետք է ներմուծել հատուկ գրադարան arm տեղ, բայ, ներմուծություն use package arm տեղ։ Այդ գրադարանի համար ստավ արժի նշել, շատ մերսի Վարդան Հակոբյան, Սերգեյ Դաչյան, Արնակ Դալալյան Արնակ Դալալյանը մեր ֆակուլտետում դասեր էլ անցկացրել, որտեղ տեսակցություններով կա, շատ ուժեղ մասնագետ է։ Հաջորդ մեկ էլ այսքան վաղ գրում եմ, չեմ էլ ասել, այս տոկոսի նշանից հետո ինչ գրում ենք, ինքը որպես մեկնաբանություն է հասկանում, իսկ ուղղակի անտեսվում է։ Հիմա այստեղ կարող արխային ինչ ուզում ենք շարենք, էլի։ Ու այս մեկնաբանություններ գրելը բավականին լավ հարմար բան է, էլի, եթե թեթև հուշումներ գրեք ինչի ինչն է, շատ կյանքը հեշտացնում է։ Այս լավ, այս ամտեղը որ ներմուծել ենք, արդեն կարանք այստեղ հանգիստ ունենանք հայկական տեքստեր։ Պանիր։ Սա աշխատացնենք։ Ահա, հայերեն տեքստ եղավ։ Եթե այս ամտեղը չլիներ ու սենց գրած լիներ, չէր կարող աշխատացնել, error կգցեր ուղղակի։ Ամտեղով եղավ։ Ուղղակի հիմա այստեղ խնդիրն է, որ եթե լինի լատինատար տեքստ, ինքը էլի փորձելու է վերածի իրան հայկական տեքստի։ Ոնց որ ամեն մի անգլերեն տառը ինչ որ իրան համապատասխանող հայերեն տառ ունի, ու երբեմն տենց կարելի է յոլա գնալ լատինատար գրելով, կան ձևեր նենց անելու, որ կարողանանք տարբեր լեզուներով գրել, ինչ որ պոլիգլոսիա կամ տենց ինչ որ գրադարաններ կոչվում, այդ չեմ հիշում, բայց դա ինչ որ եթե դրան հասնենք գործը կգուգլը կգտնեք,
Բայց այս անտեղի շնորհիվ կարանք արդեն հայերեն գրենք այստեղ։ Եթե ուզում ենք ինչ-որ հատված գրենք, հայերեն տեքստ, որը ընդհատվի մաթեմատիկական սիմվոլով։ Ոնց որ նույն ձև ոնց անգլերենում էլի։ Ունիր sense։ Եթե հարցը ճիշտ հասկացա։ Շատ լավ։ Կարանք այդ begin end-ի արանքում ուրիշ բան begin end գրենք։ Հա, օրինակ որ ասում ենք բան begin enumerate, այդ օրինակ էր էլի։ Այսինքն այս դոկումենտը այդ հիմնական միջավայրն է, բայց իր մեջ կարող են ենթամիջավայրեր։ Թեորեմի ենթամիջավայր, համարակալված ցուցակի ենթամիջավայր եւ այլն, գրաֆիկի միջավայր։ Մի բան, որ հաճախ կարող օգնի այդ sense բաները մի մատ խորքից գրելն է երբեմն, որ վիզուալ հասկանալի լինի ինչի մեջ է մտած, որովհետեւ կարող է այս begin enumerate-ի մեջ սկսեմ նկար դնեմ օրինակ, այստեղ ասեմ begin կամ գրաֆիկ դնեմ, ասեմ begin tabular եւ այլն։ Մի երկու հատ լրացուցիչ նշում անեմ, որ կարող հաճախ պետք լինի։ Եթե ուզում ենք edge-ի չափերը փոփոխենք, կարանք օգտվենք բան երկրաչափություն գրադարանից, package-ից։ Այստեղ ասենք օրինակ geometry A4 գրադարան, ընդհանուր 155 258 մմ-ի, ձախից այսքան margin կամ զազոր կամ լուսանցք թող, աչից այսքան թող եւ այլն, կարանք ընդգծենք այդպես բաները։ Document class-ում ֆոնտի չափը փոխելը կարանք այստեղ քառոքսի փակագծերում տարբեր արգումենտներով տալով անենք։ Մեկ է մի բան, որ կարող է շուշուտ պետք է հոդվածներում հատկապես, եթե հոդվածներ կարդում եք, այնտեղ հիմնականում երկու սյունով է գրվում։ Դա էլ արվում է բան multi-calls բանի միջոցով, environment-ի միջոցով։ Multi-calls ասում ենք երկու հատ, հիմա այստեղ սա գրենք, որ դա ասենք սյունը այստեղ stop 2, ինքնասի որ սա առաջի սյուն մեջ է տեղ ունենում, սա երկրորդյան մեջ։ Պետք է այստեղ ասեի use package multi-call։ Overleaf-ի լավը նաև նա, որ իր մեջ լիքը գրադարան միանգամից կա, ու այդ գլխացավը մեզանից դուրս է գալիս։ Բայց երկարաժամկետ աշխատելու դեպքում ես եւի խորհուրդ կտայի բաներից օգտվել։ Все-таки լոկալ աշխատել երբեմն, բայց մի խոսքով, եկեք այստեղ մի քիչ ավելի շատ տեքստ դնենք, որ հասկացվի, որ իսկապես նոր տողեր է, տարբեր երկու հատ սյուն է։ Այս ճիշտ երկու տարբեր բաժին է, էլի։ Մենք տեսեք, սա այսքանը մի քիչ վատ անում ստեղ իհարկե սա ամեն ինչը, բայց նա մի խոսքով կարծես multi-call-ով ենք այդ կազմակերպում։ Հա։ Ու մեկ էլ երկու հատ ավելի տենց ցուցադրական բաներ, թե ինչեր է կարելի ուրիշ անել։ Պրեզենտացիաներն էլ է հիմնականում, տենց լուրջ տեղերը, ասենց ասած, հավաքվում լատեխով։ Այդ դրա համար պետք է այս document class-ը փոխենք, ասենք, որ դու beamer ես, beamer-ից օգտվենք, այստեղ հղումներով կարող անցնենք, հետո ավելի մանրամասն նաև վիդեոն նայեք, դոկումենտացիան կարդաք։ Բայց այստեղ էլ այս use theme-ով կարող ենք ընտրենք Madrid-ի ոճը օգտագործի, տես տարբեր լիքը սիրուն ոճեր կան։ Բայց այստեղ արդեն օրինակ ասելու ենք սկսի frame-ը լինելու է մի հատ slide։ Ասելու ենք օրինակ այստեղ slide-ի վերնագիր։ Ասելու ենք ինչ որ տեքստ, եթե ուզենք ասենք, որ մնացածը կանես հաջորդ slide-ից, կարող ենք գրենք այստեղ /pause, ինքը պաուզա տա, հաջորդ slide անցնի։ Այստեղ դնենք օրինակ մեր այս itemize-ը։ Որը կարող ենք ասենք մի հատ ուրիշ frame։ Begin frame title, այստեղ թե ինչ-որ math-եմ լինի, math-ի մեջ դրեցի գեշկանի, բայց դա սրա արդյունքը արդեն եղավ մեր մոտ պրեզենտացիա, որը որ այստեղ նաև ունի գործիքներ, ասենց առաջ գնալ, հետ գնալ եւ այլնի, ու ինչ-որ էլի շատ ճկուն է աշխատելու համար, ու շատ հարմար է։ Ես էլի ոչ մի տենց լուրջ նյութ համարյա չեմ տեսել, որ բանով չի, beamer-ով չի հավաքած։ Մեկ էլ մի ուրիշ բան, որ կարող հավես լինի, այդ գրաֆիկներ կամ ինչ-որ գծապատկեր բաման սարքելն է, ոնց որ ճկուն է տեղել ու շատ ուժեղա թե ինչեր է կարելի դնել, կարելի է իրականում նաև օրինակ հենց ծրագրավորման, օրինակ առ ծրագրավորման դաշով կոդ գրել ու այդ կոդի արդյունքը միանգամից ավտոմատ դնել գրաֆիկ բան պրեզենտացիայի մեջ, բայց եթե նայենք այսօր ոնց կարանք քայլ առ քայլ սարքենք գրաֆիկ, այդտեղ էլ TIGS գրադարանն է օգնում, որով համ
Կարելի է ինչ-որ գրաֆեր, դիագրամներ եւ այն սարքել, համ ուղղակի սովորական ինչ-որ ֆունկցիաների գրաֆիկներ։ Պետք է ասենք այստեղ use package tigs ու բան pgf plots, այստեղ օրինակ ասենք begin tigs picture, օրինակ եթե ուզում ենք սովորական գրաֆիկ սարքենք, կարող ենք ասենք այստեղ axis ու վերնագիր title հավասար է x առանցքը թող անունը լինի x, y առանցքը y, x-ը թող շարժվի -3-ից y, y-ը -5-ից 15, ընտրում եմ sense այս եզրերը կդնես գրաֆիկի, թե որ գիծը ինչն է կդնես այս north west-ում, չգիտեմ այդ որտեղ է, եւ այլն, հետո օրինակ այստեղ ասենք այս ամեն ինչը պարամետրերն էր։ Ներողություն, բայց դա գրենք ասենք add plot, գույնը կարմիր, հաստ -3-ից 3 100 հատ կետիկով սարքի x քառակուսու գրաֆիկը։ Հետո ասենք կապույտ կետագծերով աստղանիշներով կդնես ինչ-որ կետերի դիրքեր 50 հատ x խորանարդի գրաֆիկը։ Մենք այսպես բան գրենք սարքենք։ Այսպես գրաֆիկ մի անգամից մեզ տվեց։ Սա GPT-ով կամ հենց ձեր Google-ով կամ արագ սովորելով, արագ սովորեք ու շատ հարմար հաճելի բան դառնա, էլի։ Ոսենք իսկականից լավ դժվար երաչափ դժվար բաներ, էլի այս Stix-ով սիրուն սարքվում է։ Նաև նյութերի մեջ կա գործիքներ, որ թույլ է տալիս, տենց դուք ինտերֆեյսով սարքեք ամեն ինչը, հետո կտեսնեք copy, ինքը ձեզ Stix-ի կոդը տա։ Բայց երևի ոնց որ նյութի տեսանկյունից այսքանը, հեսա մի երկու հատ օրինակ ցույց կտամ, այդ օրինակների մեջ մի երկու հատ լրացուցիչ բան կասեմ, բայց օքեյ։ Այդ դեպքում երկու հատ օրինակ ցույց տամ, այս կայքը իմիջայլոց, այս պահին հենց կայք որպես չի երևում, որովհետև լոկալ է գրած, բայց սա էլ սարքած է Quarto կոչվող գործիքով, ինչը էլի ոնց որ շատ ուժեղ գործիք է գրքեր, կայքեր եւ այլն ստեղծելու համար ու թույլ է տալիս տենց մաքսիմալ ճկունություն, թե ինչը ոնց լինի, որտեղ լինի եւ այլն, ու էլի տենց բարձր պրոֆեսիոնալիզմով, բարձր տենց փոփոխելիությամբ շատ հարմար թույն գործիք է։ Կարծես մի քանի հատ օրինակ ցույց տամ, օրինակ համարյա ցանկացած ուժեղ գիրք, որ հանդիպել եք, բայց եթե ցույց տամ մեր գործերից օրինակներ ասենք, մեկ էլ այստեղ այս խառը օգտակարը մի հատ հղում է Արամ Արաքելյանի վիդեոյի, այս էլ է իր վիդեոն, հայերենով լատեխ օգտագործելու մասին, կարաք նայեք, 2 րոպեանոց վիդեո է, էլի, ուզում թե ոնց արագ աշխատացնեմ։ Սա օրինակ մեր տոպոլոգիայի նյութի բանն է, ու այստեղ ինչ ուզում եմ ցույց տալ, այնա որ այստեղ ամեն ինչ բաժանված է տարբեր հատիկ ֆայլերի, որ ասենք թեմա 1-ը լինի մի ֆայլ, թեմա 2-ը լինի մի հատ ուրիշ ֆայլ, եւ այն, ու մենք այստեղ ուղղակի ասենք ներմուծի ենթաֆայլ թեմա 4-ը, ենթաֆայլ թեմա 5-ը եւ այլն, տենց շատ սիրուն ամեն ինչ հավաքվի։ Կա առանձին տենց գրքերի կտոր, որտեղ ասում ենք Ալեքսանդրով վերնագիրը, սա եւ այլն, գրականության ցանկի համար առանձին ֆայլ է սարքվում, ներածության համար եւ այլն, գրադարանների համար ու ասենք հիմնական օգտագործվող սահմանումների, այստեղ ասենք հարց, թեմա, թեորեմ եւ այլն, սա սահմանել ենք առանձին, հետևանք թեորեմ 2-ից եւ այլն։ Այստեղ իրական կարենք եւի ինձ անենք այս երկուսը որպես արգումենտ կար։ Այստենց ու այստեղ էլ կա այս Stix-ով գրած լիքը տարբեր գրաֆիկների կոդեր, կայսնություն ինչ-որ եկաբաներ, ցույց տա այս visual editor-ը ցույց չտվեց ափսոս։ Բայց եթե compile-ն գիրքը նայենք, մեջը ինչ-որ կլինի, ասած ինչ-որ բան չկա, ափսոս։ Մեջը կարող ենք լիքը սիրուն գրաֆիկներ սարքենք, որ գտնենք, որ Stix-ով գծված են։ Մի հատ էլ մի քիչ ավելի փոքր բանի օրինակ եմ ուզեցել դնեմ, պրոյեկտի օրինակ եմ ուզեցել դրել, որ այդպես փոքր կոդի մեջ ավելի հեշտ է գլուխ հանելը, ու հիմնականում օրինակ անձամբ ես էլ նոր պրոյեկտ սկսելուց ինչ որ հին պրոյեկտը զուտ կոպի եմ անում, որովհետև մեջը արդեն մի աշխարհ բան կա գրած։ Բայց ասենք ձեր դիսկրետի տնայինից ինչ որ մեկի բանն է, այս ուգն արդեն հնացած է։ View եմ դեռ չեմ կարող սարքեմ մաթեմ։ Այս դերին մի քիչ անհամգույն է, բայց ստեղ էլ ասենք օրինակ ասել է սկսիր լուծում begin proof, ստեղ եկել ասել ենք define առաջի կլոր 0-0-ում սարքի կլորիկ 0.8 cm-ով, հետո սարքի երկրորդ կլորը 1-0 կետից, երրորդ կլորը s կետից, այդպես սահմանվել են իրանք,
Հետո այս TX-ի մեջ ասվել է, որ կարմիր գույնով կանես առաջի կլորը, երկրորդ գույնով այստեղ կանես ու մեջը կդնես 2 թիվը, որպես բջիջ վերևից։ Այստեղ երկրորդ կլորը կապույտ կդնես 7 թիվը եւ այլն, sense ոնց որ այս Venn դիագրամները այդ ձևով գծվել են։ Կամ այստեղ ասենք այս համընկնող կտորներում։ Եվ այսինքն չոր կոդը որ չծիրում լավ թողել եմ այս սարքենք։ Մեկ էլ հարմար բան, այստեղ կարող կտեսնեք ինչ-որ տեքստի վրա, ինքը կբերի ձեզ տեքստի մեջ թե ինքը որտեղ է, նաև կարող այստեղ սխմեք, սրանց սխմեք, ինքը կբերի PDF-ի մեջ դա որտեղ է։ Ասենք գտնել մեկից միջև, բերեց որ այս կտորում է։ Այդպես։ Երևի այսքանը ժողովուրդ ամենամեծ խորհուրդը երևի կլինի այն, որ այս նյութերի բաժնով անցեք, որտեղ մեջը լիքը լավ բաներ է հավաքված, հատկապես այս վերևում հավաքված ցանկը։ Ուհա, ու վիդեոյին մեջի վիդեոն նայող ժողովուրդ, եթե ուզում եք նատեղ անել կամ ասենք տնային եք ուզում որ վարժվեք, մենք լիքը թվայնացնելու հետ կապված գործեր ունենք, ինչ որ գրքեր, դասխոսների նյութեր տուտի սուտի, կարաք գրեք, ազատ ձեռքերը մեզ հետ չեն խանգարի,